Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կզրուցենք Դավիթ Ֆիդանյանի հետ։ Դավիթ, նախ ձեր ակնկալիքների մասին այս դեսպանատնից, որովհետև առաջին անգամը չէ, որ այստեղ ակցիա եք իրականացնում։ Ինչ սպասել այս անգամ, որովհետև գիտենք Հայաստանում դեսպանները շատ զգուշավոր են եւ հավասարության այսպես հարթակում են դնում երկու կողմերի խնդիրները։ Շնորհակալ եմ հարցի համար։ Անկախ նրանից, թե իրենք ինչ արձագանք ցույց կտան, մեր խնդիրն է բարձրաձայնել տեղի ունեցողի մասին, որպեսզի ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև ողջ միջազգային հանրությունը տեղեկանա, թե Հայաստանում ինչպիսի համակարգ է ձևավորվում, կոշտ ավտորիտար համակարգ, որը որ ըստ այլևս չի հանդուրժում այլակարծություն, մարդկանց կալանավորում են ոդկասթի շրջանակներում հնչեցված սուր քննադատության համար, մարդկանց կարող են կալանավորել այն բանի համար, որ ասում են մենք կպաշտպանենք եկեղեցուն մեր ձևով, մարդկանց ֆեյսբուքյան գրառումների համար են մարդիկ հայտնում թիրախում իրապահների, սա դասական ավտորիտար ռեժիմ է, որը որ ձևավորել է Փաշինյանի կողմից եւ որը որ միտված է իր անձնական իշխանությունը պահպանելու համատեքստում։ Միջազգային կառույցները պարտավոր են, եթե իրենք ցանկանում են, որ հայ ժողովուրդը կամ հայ հասարակությունը պահպանի հարգանքը ժողովրդավարական արժեքների նկատմամբ, այդ հավատը, որ պահպանի, իրենք պարտավոր են արձագանքել տեղի ունեցողի եւ ժողովրդավարական կամ դեմոկրատական արժեքները իրենք պետք է ավելի բարձր դասեն, քան ռեալ պոլիտիկա ասվածը, որը որ նրանք շարժվում են, հա։ Իրավապահների գործողությունից դուք եւս անմասն չէիք մնացել, ինչպես էին մեկնաբանել այսպես ձեր առնչությամբ դրվագը։ Իբրև արդարադատությանը խոչընդոտել։ Ինչ էիք արել, խոչընդոտել եք։ Իրենց ձևակերպմամբ ուշ էի բացել դուռը։ Թակում են արագ բացեք, հոդված չվերցնեք։ Պարոն Ֆիդանյան, ինչպես կգնահատեք փաստը, որ Վազգենը Սաղաթելյան եւ Նարեկ Սամսոնյանը ընդամենը մի քանի ամիս մնացին ազատության մեջ եւ նորից նույն ձեռագրով ձերբակալեցին ու այս անգամ արդեն պարզ դարձավ, որ թիրախում են նաեւ լրատվամիջոցը, այլ տիպեք։ Իրենց առաջին ձերբակալությունն էլ եւ կալանքն էլ միտված էր, որպեսզի տորպեդահարվի լրատվականի գործունեությունը նաև ոչ միայն ոդկասթի, այլ նաև ողջ լրատվականի կարծում եմ եւ իրենք տեսան, որ դրանով որևէ բանի չհասան, կարծում եմ այս անգամ ուղղակի ընդլայնեցին սպեկտրը ողջ լրատվականը հայտնվեց թիրախում, բայց ի դժբախտություն իրենց եւ ուրախություն մեզ բոլորիս, մեր բոլոր դիտողների համար, ֆեյքը չի պարալիզացվելու նաև։ Շնորհակալություն։